Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտոնյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր օգոստոսի 7-ն է 2026 թվական։ Սկսենք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում վարչապետների մակարդակով հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթից, որովհետև շատ ուշագրավ բաներ է ասել, հասկանանք ինչ է ասում։ Հայաստանի Հանրապետության համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդումը շարունակում է մնալ արտաքին քաղաքականության և արտաքին տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Այս մոտեցումն իր արտացոլումը կգտնի նաև նոր կառավարության ծրագրում, որի ղեկավարումն ինձ է վստահ է։ Նիկոլ Փաշինյանը փաստորեն ներկայացնում է, որ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությունը տեղ կգտնի հնգամյա կառավարության ծրագրում։ Եվրասիական տնտեսական միության հիմնարար սկզբունքներից մեկն ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումն է։ Ցավոք գործնականում այս սկզբունքները լիարժեք չեն իրագործվում։ Առանձին սահմանափակումներ և վարչական միջոցներ շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը, նվազեցնելով գործարարության պայմանների կանխատեսելիությունը և ինտեգրման գործընթացների արդյունավետությունը։ Նման հարցերի անտեսումը կարող է ոչ միայն արգելակել Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացումը, այլև բացասաբար ազդել դրա նկատմամբ մեր երկրի քաղաքացիների և գործարար համայնքի վերաբերմունքի վրա։ Այսինքն ինքը տալիս է գնահատական, որ Եվրասիական տնտեսական միությունը ոնց որ թե այդքան էլ չեն հարգում, որպեսզի միության անդամ պետությունը կարողանա ազատ առևտրով զբաղվի նաև երրորդ երկրների հետ։ Եվ այսպիսի գնահատական Նիկոլ Փաշինյանը որ տալիս է, բայց դրանից վերև խոսում է հարաբերությունները լավացնելու, խորացնելու և հնգամյա ծրագրի մեջ անպայման ներառելու, որ դա արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է։ Հենց այդ պատճառով մեզ անհրաժեշտ է ժամանակին վերացնել առաջացող խոչընդոտները, կանխել ԵԱՏՄ-ի ներսում առևտրատնտեսական հարաբերությունների անկումը, նվազագույնի հասցնել հեղինակությանն առնչվող գործարար ռիսկերը, ինչպես նաև հետևողականորեն ամրապնդել փոխադարձ վստահությունը։ Իսկ հիմա պարզաբանում է անում Նիկոլ Փաշինյանը 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի ընդհանուր բյուջե է փոխանցել շուրջ 319 միլիոն ԱՄՆ դոլար, մինչդեռ Հայաստանի օգտին բաշխված միջոցների ծավալը կազմել է շուրջ 175 միլիոն ԱՄՆ դոլար։ Այսինքն հիմա արդարանում է, որ ինձանից ինչ եք ուզում, ես ցանկանում եմ դիվերսիֆիկացնել իմ արտաքին առևտուրը, հիմա ձեզ հետ աշխատում եմ, 319 միլիոն տալիս եմ, դիմացը ստանում ենք 175 միլիոն։ Պակաս խոսում չեն նաև փոխադարձ առևտրի դինամիկան։ 2025 թվականի արդյունքներով ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը կազմել է շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլար, մինչդեռ նույն ժամանակահատվածում հայկական արտադրանքի արտահանումը միության շուկա կազմել է շուրջ 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար։ Հիմա շատ դեպքեր են, որ ինչ-որ բան վերլուծում են, մարդիկ ասում են, լավ, Նիկոլ Փաշինյանը բա մի լավ բան չի ասել, որ գոնե այդ նշեք, ասել է ժողովուրդ ջան, ասել է, ուղղակի թարսի պես սա ինքնախոստովանական ցուցմունք է, ուղղակի մենակ չի ասել, որովհետև եթե ԵԱՏՄ-ում քեզ մեղադրում են, որ դու լավ գործընկեր չես, դու արդարանում ես, ասում ես, բայց ես լավ գործընկեր չեմ, այդ ընդհանուր կաթսայի մեջ ես 319 միլիոն դոլար եմ գցել, հանել եմ 175-ը, ես 5 միլիարդի ձեզանից ապրանք եմ ստացել, բայց արտահանել եմ 3 միլիարդ, ինձանից ինչի եք դժգոհ, մենք ենք քեզանից դժգոհ, իրանք չգիտես ինչ են դժգոհ, մենք ասում ենք, բա մենք ինչ գործ ունենք մի տնտեսական համակարգում, որի պարագայում մենք իրանց տալիս ենք ավելի շատ, ստանում ենք ավելի քիչ, մենք ստանում ենք իրանցից ապրանք ավելի շատ, արտահանում ենք ավելի քիչ,
Այդ ինչ տնտեսական համակարգ է, որի ներսում մենք այդպիսի կաշկանդված վիճակում ենք։ Այսինքն այս ամեն ինչը ասողը ավելի վերև, որ խոսում է արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին ԵԱՏՄ-ի հետ, մենք ինչ գործ ունենք մի պետությունում, մի համակարգում, որի պարագա եւ ի վերջո ասում է ձեզ էլ պետք է հետաքրքրի է, որ դուք էլ պետք է ունենաք ազատություն, հոմենակ Հայաստանը ինչի վերաբերվում, բայց մարդիկ մտածում են, այս միամիտը որտեղից է եկել։ Եթե դու ավելի շատ դնում ես այդ կաթսայի մեջ, քան վերցնում ես, նշանակում է ինչ որ մեկը քիչ է դնում, շատ է վերցնում, չէ։ Չի ցնդում, չէ, փողը տեղից։ Կանխիկ փող չի, հանկարծ ասենք փչացավ կամ գողացան կամ բան։ Անկանխիկ գործարքներ են, այսինքն այդ փողը, եթե մեզանից ավել է գնում, մի ուրիշը դրական է այդ ցուցանիշը իրա։ Բայց մարդիկ ինչի՞ պիտի դժգոհեն, որ մենք գտնվում ենք մի տնտեսական համակարգում, որտեղ ավելի շատ կախվածությունը ռուսական շուկայից է, իսկ Ռուսաստանը մենակ հարցը նա չի, որ մեզանից չափերով մեծ է։ Ռուսաստանի տնտեսությունը իր բնույթով էականորեն տարբերվում է Հայաստանի տնտեսությունից։ Ռուսաստանը մեքենա արտադրող երկիր է, անորակ մեքենա, անմրցունակ մեքենա, ինչա իրան պետք, որպեսի ներմուծվող մեքենաների վրա մաքսատուրքերը բարձր լինեն, որպեսի մարդիկ ստիպված առնեն ռուսական արտադրության մեքենա, որովհետև չի արդարացնում այդքան թանկ դրսից բերել։ Ռուսաստանի պարագայում դա հասկանալի է, ինքը մեքենա արտադրող է։ Իսկ եթե մենք մեր պրոտեկցիոնիզմի քաղաքականություն ենք իրականացնում եւ ներմուծվող մեքենաների վրա մաքսատուրքը ավելացնում ենք, դա օգտում է, որ մենք Հայաստանում մեքենա արտադրենք, կարող եք ասել, քանի արտադրած մեքենա են մերոնք հիմա քշում, որը շատ մրցունակ է ստացվել, որովհետև մաքսատուրքը բարձր է։ Ռուսաստանը բենզին է արտահանում, մենք բենզին ենք ներմուծում։ Նրա եւ մեր շահերը նույնն են այդ հարցում։ Ընդհանրապես տնտեսության բնույթը նույնն է։ Էլի կարող է ասենք, դե լավ, որ երկիրն է վերցնես տարբեր է, Եվրամիությունում էլ է տարբեր։ Բայց երբ որ խաղի կանոնները թելադրում է մի երկիր, որ քո առևտուրը ամբողջությամբ կախված է նրանից, իսկ նրա շահերը այդ տնտեսության հետ կապված, քոնի հետ բացարձակ չեն համապատասխանում։ Ասես գնացել ես լացուկոցը դրել ես, որ մեզ ինչի եք մեղադրում, չէ՞ որ մենք ավելի շատ տալիս ենք, քան ստանում, ավելի շատ ստանում ենք, քան ներմուծում ենք, քան արտահանում։ Շատ ավելի վատ։ Ուրեմն այդ այն համակարգն է, որը մեզ ձեռնտու չի, այդտեղ գտնվելու հարցը։ Բայց այս ցուցանիշները, որ բերում ես, մեզ ճղում ենք, ասում ենք, մենք պետք է ապրանք արտադրենք, որպեսզի ավելի մրցունակ Եվրամիություն գնա եւ այլ, մարդիկ ասում են, դե լավ, էլի, այս մարդիկ ինչ անում են, դժգոհում եք։ Այս մարդիկ հիմա իրանք են խոստովանում։ Ինչ գործ ունենք մենք այսպիսի համակարգում, այս արևի պայմաններում, այս աշխատող ժողովրդի պայմաններում, այս ջրի պայմաններում, այս հողի պայմաններում մեր ապրանքը մենք չենք կարող արտադրենք ու արտահանենք 8 միլիարդ մարդ է ապրում այս մոլորակի վրա, սովամահլող պետությունները լամիատ տեսեք ինչ քանակության են։ Ինչ ասեք արտադրում են, որ կարողանան մարդկանց կերակրեն։ Մենք մի տնտեսական համակարգում ենք, որի ստեղծած պայմանների պարագայում մենք չենք կարող ապրանք արտադրել։ Ապշելու բան է ժողովուրդը, ու չասեք հայ ժողովուրդը աշխատող չի, որ երկիր գնում է աշխատում է։ Այդ նույն Ռուսաստանում գնում է արևի տակ ասֆալտ է փռում։ Որտեղ չի աշխատում, Ամերիկա չի աշխատում, Եվրոպայում չի աշխատում, Ռուսաստանում չի աշխատում, արաբական երկրներում չի աշխատում, որտեղ կասեք, որտեղ հայը չի աշխատում։ Այդ ոնց է որ Հայաստանում ասում են չեն ուզում աշխատեն, նույն Նիկոլ Փաշինյանը, գնում ենք տեսնում ենք, այս բանը չեն ուզում անեն, այն չեն ուզում անեն, նստած սպասում են, որ նպաստ ստանան, այս անեն, այն անեն, որովհետև դու տնտեսություն չես ի վիճակի չես կառավարել այնպես արդյունավետ, որպեսզի մարդը Հայաստանում գտնվելով աշխատանք ունենա, աշխատի, բարիք ստեղծի, այդ բարիքի ձեռը կրակը չընկնի։ Հիմա այս թվերը, որ ասում ես, դրանից հետո պետք է եզրակացություն անես, չէ՞։ Կոպիտ օրինակ բերեմ, պատկերացրեք, գնում ես դատարան եւ բողոքում ես կնոջից հետ։
ասպես ինքը փչացած, անբարոյական, ինձ տանջում է, ես այդքան աշխատում եմ, չի գնահատում, էսա անում, էնա անում, էնա անում, էնա անում, բողոքում ես, բողոքում, վերջում ասում են եւ որոշել եմ էլի խորացնեմ հարաբերություններս կնոջս հետ։ Չեն ասի ընկեր ջան, դու հոգեկան հիվանդ ես, ձեր երկրում մի հատ բժիշկ չկա։ Եթե դու այդքանը բողոքում ես, եզրակացությունը նա է, որ ավելի ես ուզում հարաբերությունդ լավացնես։ Այ անինքնասեր երիտասարդ։ Ուրեմն մի բողոքի։ Եթե վերջում պետք է ասես, ուզում ենք ավելի լավացնենք հարաբերությունները։ Եթե եզրակացությունը դա է։ Եզրակացությունը դա պետք է լինի, որ այսքանն ասեիր, դուրը շղկացնեիր, դուրս գայիր։ Կամ այսքանն ասելու պարագայում արտոնությունը ստանայիր ու դուրս գայիր։ Կեսից վեր կենայիր, ասեին լավ նստի։ Պետք չի, ճիշտ ես ասում, մենք էլ կուսումնասիրենք, կհասկանանք ինչ ենք անում։ Այս ասացի եզրակացությունը ո՞րն է։ Հայաստանի Հանրապետությունն իր գիտություն է ընդունել ԵԱՏՄ անդամ 4 պետությունների ղեկավարների 2026 թվականի մայիսի 29-ի հայտարարությունը, որում աջակցություն էր հայտնվել Հայաստանում Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարին։ Իհարկե դա անտրամաբանական է, հիմա Նիկոլ Փաշինյանը բացատրում է։ Ինչպես գիտեք, 2025 թվականին Հայաստանում ընդունվել է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, նման օրենքի ընդունման ռազմավարական նպատակը մեր երկրի համար այլընտրանք ստեղծելն է, նպատակ, բայց շարունակությունը նայենք, մենք հասկանում ենք, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրոպական միությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է, պարզ է, երկու մաքսային միություններ են անհնար է, էդ էլ հասկացանք, սակայն նշված օրենքի ընդունման փաստն ինքնին չի նշանակում, որ Հայաստանն այսօր ԵՄ անդամ դառնալու հնարավորություն ունի։ Էդ էլ գիտենք, այսօր հնարավորություն չունի, բայց ցանկություն ունի անդամ դառնալու քայլ անել, որը ընթացակարգով գնալու դեռ ասոցիացիում, դեռ թեկնածու եւ նոր անդամակցություն։ Երբ ապագայում Հայաստանը որակապես պատրաստ լինի ԵՄ-ին անդամակցությանը, դա նույնպես չի նշանակի, որ մեր երկիրն ինքնաբերաբար կդառնա ԵՄ անդամ։ Դրա համար դեռևս անհրաժեշտ կլինի ԵՄ անդամ պետությունների համաձայնությունը եւ Հայաստանի քաղաքացիների հավանությունը։ Այսինքն ժողովուրդ ջան, այդ օրենքը, որ ընդունել ենք, այդ թոս փչելու համար էր։ Դա չի նշանակում, որ դա իրական գործնական քայլեր է, մեզ համար ճանապարհային քարտեզ է, դե ինչպես պետք է գնանք Եվրոպա։ Եվ եթե այս տնտեսական համակարգում մեր հարաբերությունները խորացնում ենք ԵԱՏՄ-ի, որտեղ ավելի շատ տալիս ենք, քան ստանում, որտեղ մրցունակ ապրանք չենք կարողանում արտադրել, որ արտահանենք, այլ ներմուծում ենք ավելի շատ, քան արտահանում ենք։ Այդ տնտեսական համակարգում մենք ինչպես պետք է եվրոպական չափանիշներին համապատասխան տնտեսություն ունենանք, որ մենք դիմենք, հետո տեսնենք, իրանք համաձայն են, որ մենք դառնանք, թե համաձայն չեն։ Նշանակում է մենք երբեք էլ այդ գծին չենք կհասնենք, որպեսզի այդ քայլը անենք։ Դրա համար դեռևս անհրաժեշտ է։ Մյուս կողմից ակնհայտ է, որ անհնար է այս հարցը ներկայացնել Հայաստանի քաղաքացիների որոշմանը առանց նախնական ինստիտուցիոնալ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու։ Եվ նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ կլինի Եվրոպական միությանն անդամակցելու պաշտոնական հայտով դիմել Եվրամիությանը։ Դրանից հետո անհրաժեշտ կլինի նաև ստանալ Եվրամիությանը անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ, առանց թվարկված փուլերի առնվազն մեծ մասն անցնելու նշված հարցով հանրաքվեի անցկացումը կլինի բովանդակազուրկ եւ կնշանակի, որ մենք մեր քաղաքացիներից ակնկալում ենք պատասխան մի հարցի, որն այս պահին պարզապես գոյություն չունի։ Դա կնշանակի, որ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի քաղաքացիներն ընտրություն կատարեն երկու այլընտրանքի միջև, որոնցից մեկը գոյություն չունի։ Դա անհարգալից կլինի մեր ժողովրդի նկատմամբ եւ գործնականում ոչ լեգիտիմ։ Այսինքն, որ այդպիսի օրակարգ անգամ չկա, ինչը դնենք հանրաքվեի։ Հա, բայց մենք գիտեինք էլի դա։ Բա որ ասում ենք Նիկոլ Փաշինյանը մեզ Եվրոպա չի տանում։
Իրան ընդհանրապես պետք էր որ խորհրդանում չլինի մի ուժ, որը որ ասի հստակ քայլերով գնում ենք դեպի Եվրամիություն, որի պարագայում ասեն դե լավ խորհրդանում կա 3 ուժ, երկուսը ռուսամետ, մեկն էլ գոնե բալանսիրովչիկ։ Գոնե ավելի լավա գոնե Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվենք, նրանց հետ չենք պայմանավորվելու։ Բայց իրան դա էր պետք, որ ինքը այդ դաշտը լցնի Իրանով, այն դեպքում երբ որ ինքը այդտեղ չի տանում։ Ավելի պարզ այդ մարդը ոնց բացատրի, որ մեր հասարակությունը հասկանա։ Մյուս կողմից պետք է նշեմ, որ Հայաստանի եւ Եվրոպական միության ներկայիս փոխհարաբերություն չկա որևէ իրավական, տնտեսական կամ քաղաքական պարտավորություն, որը հակասում է ԵԱՏՄ-ի ներսում եւ նրա շրջանակներում մեր փոխհարաբերությունների կարգավիճակին։ Քանի հազար անգամ ասած կլինենք, որ եթե դու ստորագրել ես եւ ԵԱՏՄ ես մտել, ԵԱՏՄ մտել ես 2015 թվականի հունվարի 2-ին, խաղի կանոններն ընդունել ես։ 17 թվականին դու ՍԵՊԱ-ի հետ կապված համաձայնության ես եկել համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր Եվրամիության հետ, եթե սա միություն է, սա ընդհանրապես համագործակցություն, այս համագործակցության կետերը չեն կարող հակասել այս միությանը, որի պարագայում եթե դու 15 թվից հետո անընդհատ խորանում ես ԵԱՏՄ-ի մեջ, երբեք դու չես կարողանա այն մակարդակի, դու նույնիսկ չես կարողանա ՍԵՊԱ-ի մակարդակը կատարես, որը 17 թվականին ես համաձայնացրել, որը չէր հակասում 15 թվականի պայմանավորվածություններին, բայց դու 26 թվականին չես կարող, որովհետև անընդհատ խորացել ես ԵԱՏՄ-ի մեջ, որ գնացել ես բողոքել ես իրանցից, 3 հատ էլ թուղթ ես ստորագրել այնտեղ, նոր պարտավորություններ ստանձնելով, բայց սրա մասին ենք ասում։ Հիմա դու ասում ես այն, որ ժողովուրդ ջան, չենք կարող մենք Եվրոպայի հետ նենց որոշում կայացրած լինենք, որը հակասի այս միությանը, բայց գիտենք, այսինքն նշանակում է դու երբեք Եվրոպա չես գնա, չես էլ գնում։ Հայաստանի Հանրապետությունը ելնում է այն սկզբունքից, որ Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք։ Մենք համոզված ենք, որ ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ։ Այսինքն ասեցիր, այդ ամեն ինչը ասեցիր, գրահատականը տվեցիր ու գալու ես ու ավելի խորացնես հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ։ Իրանք էլ լսեցին քո դժգոհությունն, ասին ես միամիտնով է, մեզ ձեռնտու է, որ դու ստեղ լնես, վերջ։ Քեզ ձեռնտու չի, դու քո որոշումը կայացրու։ Չես ուզում, թող դու սարի։ Մեզ ձեռնտու է, որ դե մենք ավելի քիչ տալիս ենք, ավելի շատ ստանում ենք։ Իսկ հիմա նայենք, դրանով չի սահմանափակվում Նիկոլ Փաշինյանի հարցերը Հայաստանի հետ կապված։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Իրեպ ինձ հետաքրքիր է, նախաձեռնությունը զանգի Ռուբեն Ռուբինյանինն էր։ Վալենտինա Մատվիենկոն իրան կոտորեց Ռուբեն Ռուբինյանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի հասցնելու առիթով, որ ասենք հիմա Ռուբեն Ռուբինյանը նախաձեռնությունը հանդես բերում զանգում մի երկրի երկրորդ դեմքի մի պաշտոն է, որի առաջի դեմքը կամ որևէ մեկը չի շնորհավորել Հայաստանի ընտրությունները։ Նախաձեռնության իմաստը որն էր, հարաբերություններ ենք կարգավորում Ռուսաստանի հետ, բա դրա համար շարունակությունը լսենք Ռուբինյանի ասածից հետո։ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ հայաստանյան ապրանքների Ռուսաստանի Դաշնության շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են եւ կարեւորել խնդրի կարգավորումը երկու երկրների միջև գործող իրավապայմանագրային հիմքի եւ Եվրասիական տնտեսական միության կարգավորումների շրջանակում։ Այսինքն միջպառլամենտական հարաբերություններով փորձում ենք այս ապրանքների հարցը լուծենք, արդեն խորհրդարաններն են դրանով զբաղվում։ Քո երկրի վարչապետը գնացել է այդ հարցով զբաղվելու, այդ հարցը բարձրացնում է։ Ինչով է օգնելու Մատվիենկոյի հետ այս հարցը բարձրացնելը։ Այն դեպքում, երբ որ Մատվիենկոն իր պրետենզիաներն է ներկայացնում։ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից ակնկալվող Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացումը կարող է գործնականում հնարավոր դառնալ միայն Հայաստանի կողմից Եվրոպական միությանը տոնական դիմում ներկայացնելուց եւ գործընթացների առարկայական փուլի մտնելուց հետո։ Այն ինչ որ Փաշինյանն ասեց, բայց հիմա Մատվիենկոն ինչ է ասում։
Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնան խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկո։ Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան, եթե Հայաստանում շարունակվեն երրորդ երկրների պահանջով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները։ Այսինքն, եթե որևէ մեկը հանցագործություն է կատարել Հայաստանում, դուք նրան չպետք է ձերբակալեք, որովհետև Ռուսաստանը նեղանում է։ Ռուս-հայկական հարաբերությունները ներկայում միակողմանի երթևեկության փողոց են հիշեցնում։ Երևանի կողմից հնչում են հայտարարություններ Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման կարևորության մասին, սակայն այդ խոսքերը հաճախ չեն համապատասխանում կոնկրետ գործերին։ Եվ գրածեր հենց իրանց հաղորդագրության մեջ զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Վալենտինա Մատվիենկոն շարունակում է. Ռուսաստանը Հայաստանի համար կործանարար է համարում Եվրամիությանը անդամակցելու քաղաքական կուրսը։ Մոսկվան բացասաբար է գնահատում Հայաստանի Եվրամիությանը միանալու ձգտումը, քանի որ խոսքը վերաբերում է Երևանի արտաքին քաղաքական ուղղությանը։ Մատվիենկոն հավելել է, որ Հայաստանը Եվրամիության անդամակցելու դեպքում կխախտի ԵԱՏՄ շրջանակում համագործակցության սկզբունքները։ Բայց մինչև Մատվիենկոն դա ասում է, Նիկոլ Փաշինյանն արդեն ասեց, մենք այդպես բան չենք անի Եվրոպայի հետ, որը կխախտի մեր պարտավորությունները ԵԱՏՄ-ի առաջ։ Այսինքն արդեն իր հավաստիացումներն արել է։ Իսկ հիմա Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Ավերչուկ։ Ռուսաստանը Հայաստանից պաշտոնական դիմումներ չի ստացել Հարավկովկասյան երթուղու հետ կոնցեսիոն պայմանագրի դադարեցման վերաբերյալ։ Ռուսաստանը կողմ է, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն բացարձակապես հանգիստ խորհրդակցությունների եւ երկխոսության ռեժիմով։ Մոսկվան պատրաստ է շարունակել աշխատել, շարունակել կոնցեսիան Հայաստանում։ Երևանից հնչում են առաջարկներ առանձին հատվածների վերաբերյալ, որոնք Հայաստանի երկաթուղային համակարգի անբաժանելի մասն են, անհասկանալի է, թե ինչպես կարելի է փոկել մեկ կոճափայտը մյուս կոճափայտից։ Տարվա սկզբին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից որոշումներ են ընդունվել ի աջակցություն հիշատակված հատվածների վերակառուցման, իմիջիալոց երբ որ Փաշինյանը դիմել էր։ Հայկական կողմի հետ բանակցություններ էին ընթանում, բայց հենց որ Ռուսաստանը հայտարարեց վերականգնմանը մասնակցելու պատրաստակամության մասին, բառացիորեն հաջորդ օրը վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե Ռուսաստանի մասնակցությունը կոնցեսիային իբր Հայաստանին զրկում է ինչ-որ մրցակցային առավելություններից երկաթուղային զարգացման մասով։ Հիմա դժվար է գնահատել, թե ինչպես է իրականացվելու հայկական ճանապարհների կապվածությունը արտաքին աշխարհի հետ առանց Ռուսաստանի երկաթուղու թուղիների հետ կապվածության, նշել է Օվերչուկը։ Այսինքն դա ինչի մասին է խոսում, դե լուծեք այդ հարցը։ Կանգնում ես հայտարարություն ես անում, որ պետք է դադարեցնենք, մարդը ասում է դադարեցնում ես, նամակդ գրի։ Չի կարելի այդ հրապարակային հայտարարում ես, որ նստես բազարի, հետո ասես դե լավ, մեր ուզածը սենց եղավ կամ տեսակ ոնց տեղը դրեց Փաշինյանը, հետո որ տեղը դրեց, կոնկրետ քայլ անում ես, կոնկրետ քայլ արա, այդ տեղը դնել է, այդ ժամանակ տեսնենք։ Ոչ թե ընդամենը հայտարարել, որ կարանք անենք, բայց չենք անում։ Նրանք էլ ասեն, բայեկար Պուտինի հետ պայմանավորվեցիր, ասես լավ կսարքեմ, գնացել ես ուրիշ բան ես հայտարարում, որտեվ ամեն անգամ ասում են գնում ես ուրիշ բան խոսում ես, գալիս ես տեղ ուրիշ բան հայտարարում, հետո ասում են դե ասացի տակից դուրս արի։ Հիմա տեսնում ես Ռուսաստանի հարձակումը Հայաստանի վրա եւ տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի պարզաբանումները, ի վնաս մեզ ստացվող պարզաբանումները Ղրղստանի դաշտում, բայց դե ԵԱՏՄ շրջանակներում։ Հիմա նայենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, մենք աշխատում ենք Ռուսաստանի եւ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Կարծում եմ մեզ մոտ առաջընթաց է նկատվում, ես կարգավորել եմ 8 պատերազմ, կարծում էի, որ սա թերևս ամենահեշտերից մեկն է լինելու, բայց այն ամենաբարդը ստացվեց, սակայն առաջընթաց գրանցվել է։ Առաջընթաց գրանցվել է աշները ստենա, որովհետև առաջընթացի համար Ռուսաստանը պետք է հասկանա, որ պետք է զիջի։ Իսկ որպեսզի զիջի, Ռուսաստանը հիմա ծանր հարվածներ է հասցնում Ուկրաինային, հակաօդային պաշտպանության համակարգերի հետ կապված խիստ պակաս ունի Ուկրաինան։ Այո, նպատակային հարվածներ է հասցնում Ռուսաստանին, բավական ծանր է ինքնահարված հասցնում, Ռուսաստանն էլ նաև խաղաղ բնակչությանն է հարվածներ հասցնում, չնայած դա իր պատերազմին օգնող բան չի, ավելի շատ պատերազմի հանցագործությունները ավելացնող, բայց դեռ չի երևում, թե ինչպես է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների այս լավատեսությունը
պետք է երևա Ռուսաստանի վրա ճնշում գործադրելով, այլ ոչ թե Ուկրաինային տրվելիք հակաօդային պաշտպանության համակարգերը պակասեցնելով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է սպառազինության պաշարների հնարավոր խնդիրների եւ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթի աշխատանքի վերաբերյալ հաղորդումները լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները անվանելով կեղծ եւ բոլորովին անհիմն լուրեր։ Կեղծ լուրերը ինչպես միշտ տարածում են կեղծ եւ բոլորովին անհիմն լուրեր։ Ես չափազանց գոհ եմ այն աշխատանքից, որ կատարում է Փիթ Հեքսեթը, գրել է Դոնալդ Թրամփը։ Իդեպ պարբերաբար խոսում են այդ մասին, որ այո, պակաս կա զենքի, որովհետև հենց երեք խոսում ենք, որ Զելենսկին ասեց նախորդ տարվա համեմատ բավական պակասել է այն հակաօդային պաշտպանության համակարգերը, որը տվել են ըրտերները, իսկ որը որ փաստորեն ստիպում է, որ գնան զիջումների, իրանք է չեն գնալու զիջումների, բայց ի վերջո մարդիկ են զոհում, ծանր հարվածներ են ուտում։ Եվ դրա համար պետք է հասկանալ, թե այդ ինչպես է, որ չտալով Ուկրաինային համապատասխան անհրաժեշտ զենքը, արդյունքում ստացվում է, որ Ուկրաինան դրանից տուժում է։ Պատերազմը երկարեց, պատերազմը երկարում է, առիթից օգտվում է նաև Իրանը, որի հետ պատերազմի մեջ եք։ Ուզում եք Իրանին հաղթեք առանց պատկերացնելու, որ Կասպից ծովով, երբ որ բեռնափոխադրումների ժամանակ մարդիկ գիտեն, որ անվերահսկելի կերպով էլի ներքին ծով է իրանց համար, Ռուսաստանի եւ Իրանի համար։ Իրանը Ռուսաստանին է տալիս տեխնիկա, ռազմական նշանակության այն ինչ որ Ռուսաստանին է պետք, Ռուսաստանը Իրանից է ստանում այն ինչ որ Իրանին է պետք։ Եվ երբ որ Ուկրաինան հարվածեց նրանց նավին, դժգոհությունը կապեց բանը Իրանը, թե ինչ է ստանում, մեզ խփում ես, չնայած խոստացավ պատասխան տա, մինչև հիմա չի տվել, բայց չգիտեք հարցը որն է։ Ռուսաստանի հարցը լուծեք, Իրանի հարցը լուծած է։ Իրանի հարցը չեք կարողանում լուծեք մենակ դրա պատճառով։ Ու դրա համար, երբ որ ես երեգել ներկայացնում էի Իսպանիայի հետ կապված մի քիչ էլ մանրամասը պատմական էքսկուրսով, թե ինչ նշանակություն է ունեցել Իսպանիան Ամերիկայի կյանքում։ Եվ մարդիկ, երբ որ ասում են պատկերացնում եք, Իսպանիայից Տրամպը նեղացել էր, որ չօգնեցին Իրանի դեմ հարվածների ժամանակ եւ որոշեց Իսպանիային պատժի։ Ապշելու բան է, որ մարդիկ ասում են Նեթանյահուն գնաց համոզեց, ասեց կարանք սարքենք Իսպանիայի գլխին, Թրամփն էլ համաձայնվեց։ Չեմ ուզում հավատամ, որ կարելի է տենց քայլ անել, Իսպանիա դու ինձ չօգնեցիր, դե հիմա տես ինչ ենք անում քո գլխին։ Ինչ դուժեց Իսպանիան, որ ենթադրենք մտան այդ քաղաքը, հետո հենց ինչ դուժեց։ Բացի այն, որ խնդիր առաջացավ Ուկրաինայի համար։ Այսինքն կարելի է Իսպանիային իբր թե նեղացնելու համար Իսրայելն էլ ասի դե քանի որ այդ մավրերն էլ Մարոկոից են, այն որ կրեցին դուս եկան, հետո հրյաներին էլ նեղացրեցին, բերեք սարքեն գլխներին Իսպանիա մտնեն, Սեուտա մտնեն, որ ինչ դրանից։ Այսինքն մարդիկ որ ասում են չեմ ուզում հավատամ, որ կարան տենց բանի գնան, բայց ասում են լավ էլի, հավատա, որ Տրամփն ու Նեթանյահուն կարային դա էլ անեին, նույնիսկ հաշվի չառնելով, որ դրանով Ուկրաինային են վնաս տալի։ Ուկրաինայի գլխավոր շտաբի հայտարարության մեջ ասվում է. Ուրբաթ գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումները բռնակցված Ղրիմում ռադարային կայան եւ հարձակողական անօդաչու թռչող սարքերի պահեստ են ոչնչացրել։ Բացի այդ, ըստ հաղորդագրության Ուկրաինայի զինված ուժերը Ղրիմում եւ Խերսոնի մարզի նավահանգստում Գերան Գերբերա տիպի հարձակողական անօդաչու թռչող սարքերի կառավարման երկու ցամաքային փոխանցող կայան են ոչնչացրել։ Ցամաքային փոխանցող կայաններն օպերատորների եւ հարձակողական անօդաչու թռչող սարքերի միջև կայուն կապ եւ հրամանատարական փոխանցում են ապահովում, մեծացնելով դրանց հեռահարությունն ու արդյունավետությունը։ Հիմա հարց. Ռուսաստանի համար կարմիր գիծեր Ղրիմը։ Ռուսաստանն ասում է ինչ լինի Ղրիմը դա մերն է եղել ու վերջ։ Հլա ու մի հատ Ղրիմին հարվածեն, հալները կտեսնեն, տեսեք ինչ են կանում։ Չեն հարվածում։ Բա ինչ է անում։ Ղրիմի տարածքը Հայաստանից փոքր է։ Հայաստանն 30,000 չկա, նրան էլ մի 26,000 է։ Ղրիմի բնակչությունը մոտարապես 1,900,000 է, մերը մի 3 միլիոն է։ Մի Ղրիմ, որի հետ ցամաքային սահման ունեք, մի հատ կամուրջով ունեք, մի հատ էլ արդեն գրաված տարածքով ցամաքային սահման ունեք Ղրիմի հետ։ Եվ դա ձեզ համար կենսական նշանակության ու պատվի խնդիր է։ Դուք չեք կարողանում Ղրիմ պահել, դուք Հայաստանին ինչով եք օգնելու։ Ձեր բազայով, ինչի ձեր բազաները մի բազա չէ, բազաներ Սիրիայում չկար, որ մտան գրավեցին ծպտունները դուս եկավ։
Բա մարդիկ էտել են տեսե, չէ։ Եթե դու գրին չեք կարող պահեք, ձեր պատվի հարցն է։ Հայաստան պետք է։ Թե կարող է գրիմվել մարդիկ իրանց լավ չեն պահել, կարող է լավ բաներ չեն խոսացել, Պուտինն էլ իրանց պատժել է, ասել է, այ դու լավ չեք պահել։ Կարող է դեռ մի երկու հայ են եղել, հիմա իրանց մեղադրում են, ասում են, կարող է մենք Պուտինին մեղադրել ենք, դրա համար մեզ սենց չի պաշտպանում։ Մենակ դա մերոնք կարան էլի, իրանք իրանց մեղադրեն Պուտինի ապաշնորհությունը արդարացնելու համար։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկ։ Ռուսաստանը պետք է պատրաստ լինի երկարատև ռազմական գործողությունների, քանի որ Եվրոպան մոտ հեռանկարում թույլ չի տա կարգավորել ուկրաինական հակամարտությունը։ Մենք հիանալի հասկանում ենք, որ արևմտականները խաղադրույք են կատարել հակամարտության շարունակման վրա։ Արևմտականները խաղադրույք են կատարել խաղաղ կարգավորման հասնելու միջոցների լիակատար մերժման վրա։ Երկխոսություն վարելու համար փորձերը բխում են եվրոպացիների անհաշտ ցանկությանը տապալել պայմանավորվածությունների հասնելու ցանկացած հնարավորություն։ Մոտ հեռանկարում դժվար թե ստացվի կոտրել այս միտումը, Եվրոպան կշարունակի ֆինանսավորել Ուկրաինային, եւ մենք պետք է պատրաստ լինենք բավական երկարատև ռազմական գործողությունների, բայց մտածված ռազմավարությամբ։ Ավելի պարզ Ռուսաստանի արտգործնախարարությունը ինչ բացատրի, որ այս պատերազմում իրանք շանս չունեն արագ հաղթանակ տանելու, Եվրոպան էլ համառորեն պայքարելու է Ուկրաինայի թիկունքին կանգնած եւ իրանք պետք է նախապատրաստվեն երկարատև պատերազմի։ Այն որ այս հարվածները Ռուսաստանին հարվածեց Ուկրաինան որակապես տեսակ ինչ է առաջ կանգնացրեց նավթավերամշակման գործարաններին եւ պահեստներին Վայլբրիջի։ Մենակ այդքանը բավարար էր որակական հարված տալու, թե Ռուսաստանը ինչի մեջ է հայտնվել։ Լենտայի պահեստին էլ հարվածեց, որ ասի անգամ մանրածախ առևտրի շուկան, այդ ցանցերը կարող եմ շարքից անել, պարալիզել։ Եվ այդ պարագայում ինչ է ստացվում, Ռուսաստանը պատրաստվում է երկարատև պատերազմի։ Մենք ինչ ենք պատրաստում, ինչ ենք կորցրել Ռուսաստանի հետ։ Ու երբ որ ընտրություններից առաջ մի քանի կարկառուն արևմտամներ ասոցացվող հասարակության մեջ անուններն էլ չտամ։ Կանգնում էին, բացատրում էին, որ շատ ավելի ճիշտ է, որ թող Սամվել Կարապետյանը ընտրվի, ոչինչ, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ավելի կմոտենա, դե ձև չկա ուրիշ, բայց կարևորը դա Հայաստանի համար հեռանկարային մոտեցում կլինի։ Բա որ մի երկու ամիս առաջվա ասածը, 2 ամիս հետո Ռուսաստանի վիճակը սա է, այդ էր ձեր հաշվարկը։ Որ այդ ձևի եք դուք հրապարակային գործիչ, վերլուծաբան, քաղաքական գործիչներ, փորձագետներ, այդ ձեր հաշվարկը 20 տարի առաջվանը հանում ասում եմ ժողովուրդ ջան, 20 տարի առաջվա ասած տենդենսը այսօր շարունակվում է։ Դուք տեսնում եք, որ աշխարհը այդ ուղղությամբ զարգացավ, եւ որ այդ սիմպտոմները չկար 20 տարի առաջ։ Բայց դա նկատելի էր ինպես մարդու կողմից։ Բա դուք ասում եք բան չեք հասկանում, մենք լավ ենք հասկանում, ոչինչ թող Սամվել Կարապետյանն էլի, մի քիչ էլ ոչինչ թող Հայաստանն ավելի Ռուսաստանին մոտեցնի, որ Ռուսաստանին, որ հիմա պատրաստվում է երկարատև պատերազմի, որ Ռուսաստանին, որ չի կարողանում իր երկրում հարցերը լուծի, ղրին չի կարողանում պայ, ուր եք տանում մեր ժողովուրդ ջան։ Գոնե դուք էլ իբր թե գտնում եք Հայաստանի ապագան, դե արևմուտքն է, բայց դե ինչ արևմուտք, հիմա մեր փրկությունը Սամվել Կարապետյանն է։ Քանի հոգի տենց բացահայտվեց ընտրություններից առաջ։ Երամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալաս։ Ուկրաինայի վրա յուրաքանչյուր նոր հարձակում Եվրոպայի համար եւս մեկ պատճառ է Ռուսաստանի նկատմամբ ճնշումներն առավելագույնս խստացնելու համար։ Սահմանափակումներն ուղղված են Ռուսաստանի ռազմարտությունաբերական համալիրի հետ կապված 5 անձանց դեմ։ Կալասն ընդգծել է, որ մարտի դաշտում բանակի անհաջողության ֆոնին Մոսկվան խստացնում է քաղաքացիական անձանց դեմ իր ահաբեկչական արշավը։ Ուստի Եվրամիությունը պետք է շարունակի ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս չի դադարեցրել պատերազմը։ Հիմա դուք տեսաք այս վիճակը եւ այս ինչի մեջ որ ներքաշված է Ռուսաստանը եւ այդ պարագայում ինքը բոլոր տեղերն ամեն ինչ կորցնում է, բայց Հայաստանում չի ուզում, որովհետեւ անընդհատ Ռուսաստանից ասում են ինչ որ անում է իշխանությունը ժողովրդին դեմ է եւ այլ, որտեւ իրանք ուզում են ասեն պետք է գած ժամանակ ժողովրդին ոտի կհանենք, մեր խորհրդարանական ռուսամետ ուժերի միջոցով կկազմակերպենք այդ ամեն ինչը, բայց այդ ռուսամետ ուժերին Նիկոլ Փաշինյանը որպես դանդաղ գործողության ռումբ տարավ մտցրեց խորհրդարան, որպես
որպեսի ուրիշ ուժեր չմտնեն, որոնց չէր կարող ասել բանակը թալանել եք, բա այսքան $200 միլիոն ուրա ձեզ որտեղից այդքանը եւ այլ, բա իրանց դա էր պետք։ Այսօր ամենօրյա քննարկումների օրակարգը չեք տեսնում, ինչա քննարկումները, ոնց որ այս աշխարհում ոչինչ չի կատարվում։ Այս աշխարհի միակ խնդիրը նա է, որ ամեն մեկը միակ ցուցակ բերի, այն մյուսին մեղադրի թալանի մեջ։ Կամ Արցախը լավ չբանակցելու կամ մյուս բաների մեջ, կամ քրեական գործերից խոսա եւ այլ։ Այս աշխարհում ուրիշ խնդիր չկա։ Դուք եք այդ աշխարհի խնդիրները լուծելու։ Այս խելքով, այս գրագիտությամբ, այս բագաժով։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ զանգվածային հարձակում է լինելու, սպասեք մի անհանգստացեք, նրանք ուզում են բանակցել, սա թատերական դիվանագիտություն է, որը կրկնվում է, ծաղրը խախտված խոստումների եւ կեղծ լուրերի հետ որպես լծակ օգտագործելը ձախողված ռազմավարություն է, ճանաչեք փաստերը եւ կատարեք ձեր պարտավորությունները, մեզ ավելի շատ թատրոն պետք չէ։ Այսինքն էլի Ամերիկան ուզում է բանակցի ժամանակ շահի, որ հարվածի։ Եվ դա է պատճառը, որ ասում է, եթե դե հարվածեն, պատասխան հարված է ստանալու, եւ այդ պատասխան հարվածի ժամանակ մտածում է, որ կարող է Իսրայելին պաշտպանական համակարգեր պետք լինի, այլ Ուկրաինային չտանք։ Մոռանալով, որ եթե Ուկրաինային տայի, այնպես կսսկվեր Իրանը, ծպտունը դուրս չէր գա։ Իսրայելը հայտարարել է, որ կապ չունի Իրանի հետ կնքված համաձայնագրերի հետ։ Նույնիսկ եթե ԱՄՆ-ն եւ Իրանը համաձայնության գան, եթե Իրանը քայլեր ձեռնարկի իր միջուկային ծրագիրը վերցելու կամ բալեստիկ հրթիռների ծրագիրը առաջ մղելու համար, մենք կհարվածենք։ Մենք կապված չենք որևէ համաձայնագրով, որը լիովին չի երաշխավորում Իսրայելի անվտանգությունը։ Հարցը առաջանում, միջուկային զենքը պատասխան փաստաթղթեր կա, միջուկային զենքի տարածման հետ կապված, ՄԱԿ-ի կողմից կանոնակարգված հազար ու մի հարցեր կան, բայց ի՞նչ կապ ունի բալիստիկ հրթիռ, ինչի պիտի Իրանը չունենա, ինչի պիտի ցանկացած երկիր ունենա, Իրանը չունենա։ Դա ինչ պատճառ է։ Իսրայելի դուրը չի գալի, հա, իր ճաշակով չի։ Եթե դու Իրան, այսինքն դու նշանակում ես մտածում ես մեկա դու պիտի Իրանին հարվածես, ինքը չկարողանա քեզ պատասխան հարված տա։ Եվ դրա համար նույնիսկ համաձայն չես, որպեսզի Ամերիկան եւ Իրանը համաձայնության գան։ Ինչ փաստարկով պետք է Ամերիկան Իրանին արգելի ունենալ բալիստիկ հրթիռ։ Այդ որ երկիրը չունի։ Ինչով ելնելով, այդ էլ միջուկային զենք չի։ Չէ, Իսրայելը տենց է ուզում։ Ու դրա համար ասում Ամերիկա, դու պետք է կռվես։ Անկամ եթե դու համաձայնագիր ստորագրես, ես դա չեմ ընդունելու։ Ես հարվածելու եմ Իրանին, եթե իմանամ բալեստիկ հրթիռը արտադրելու է, դե որ պաշտպանվելու հետ կապված էլ այդ հակաօդային պաշտպանության համակարգը տուր ինձ, հանկարծ Ուկրաինային չտաս կարող է պակասի։ Էսա ձեր պատկերացումները։ Մենք աշխատում ենք ապահովել, որ 3-4 տարվա ընթացքում Հորմուզի նեղուցի համար Իրանի սպառնալիքը եւ Բաբ-էլ-Մանդեբի նեղուցում հութիների սպառնալիքը այլևս արդիական չլինեն։ Քարտեզին նայելով հնարավոր է ստեղծել ցամաքային միջանցք Սաուդյան Արաբիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Բահրեյնից, Քուվեյթից դեպի միջերկրական ծով, ապա Եվրոպա։ Մենք աշխատում ենք ապահովել, որ այս երթուղին անցնի Իսրայելի միջոցով։ Թուրքիան ցանկանում է, որ երթուղին անցնի իր տարածքով, եւ Եգիպտոսը նույնպես կարող է հետաքրքրված լինել, ասել է Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Քոհենը։ Այսինքն հասկացաք, մարդը պարզ ասում է, որ այս գծերը պետք է մեր վերահսկողությամբ լինի եւ մեր միջոցով լինի։ Աշխարհագրորեն իր միջոցով նետ չի որ պետք է անցնի, բայց ինքը մտածում է, որ իր ազդեցության միջոցով պետք է լինի։ Այս սրա համար է այդ կռիվը, բայց դա շատ վտանգավոր կռիվ է։ Կարող է դրա տակից չկարողանա Իսրայելը դուրս գա։ Իրանի գերագույն ղեկավարը ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզայի, մենք երբեք թույլ չենք տա երկրորդ երթուղի բացել Հորմուզի նեղուցում։ ԱՄՆ բանակը կբախվի լուրջ ռիսկերի եւ կորուստների Իրանի ծովային շրջափակումը շարունակելու դեպքում։ Այսինքն նույնիսկ Ամերիկան, որ ասում է, լավ, մի հատ էլ մտածենք անվտանգ երթուղի անցկացնենք մեր վերահսկողության տակ։ Իրանն ասում է համաձայն չեմ թողելու, որ դանես խփելու եմ։ Այս ձևի եք համաձայնության եկել։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան. մեր հարաբերությունները մեր հարևանների հետ շատ ավելի լավ են, քան անցյալում, եւ հարևան երկրները շատ լավ են համագործակցում մեզ հետ։ Այս պատերազմի ծրագրերից մեկը հյուսիս-արևմուտքից եւ հարավ-արևելքից անկարգություններ եւ լարվածություն հրահրելն էր։ Մեր հարևանները թույլ չտվեցին, որ որևէ մեկը հեշտությամբ մտնի մեր երկիր եւ անկարգություններ առաջացնի։ Սա շատ կարեւոր կետ է։ Նրանք ոչ միայն ձեռնպահ մնացին դրանից, այլև օգնեցին մեզ։ Իդեպ այս հարցում նաեւ Հայաստանի հետ կապված Իրանը պետք է գոհ լինի, որովհետև Հայաստանը չներքաշվեց դրա մեջ, բայց այնուամենայնիվ մենք իմանանք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները լավացնելու պարագայում շատ դժվար է այդ կարմիր գծերը պահել, որ հանկարծ մի քայլ չանես, որը կարող է Իրանին դուրս չգա։ Իսկ որ Իրանին դուրս չի գալ, դուք տեսել եք ինչպիսի հարվածներ է հասցնում նաև արաբական հարուստ նավթային երկրներին։ Այսինքն մենք որպես հարևան, բարեբախտաբար մենք այդ հարցում այնպիսի քայլ չեն կարել, որ պատասխան հարված ստանանք, բայց միշտ պետք է մտածենք, որ շատ դժվար է այդ բալանսը պահել Ամերիկայի եւ Իրանի միջեւ, երբ որ իրանք համաձայնության չեն եկել։ Սա համենայն դեպս որպես ահազանգ զգանք ընդունենք, ոչ թե որպես դրական խոսք, որովհետեւ տեսեք, հա, եթե հանկարծ տենց չվարվեք, դա կարող է հետևանք ունենա։ Իսկ հիմա նայենք, Սաուդյան Արաբիան, Թուրքիան եւ Պակիստանը ստորագրել են հավաքական պաշտպանության մասին համաձայնագիր, համաձայն որի երկրներից մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես հարձակում պայմանագրի բոլոր մասնակիցների վրա։ Համաձայնագիրն ուղղված է ցանկացած ագրեսիայի համատեղ զսպման ուժեղացմանը եւ նախատեսում է, որ 3 երկրներից մեկի վրա ցանկացած զինված հարձակում հանդիսանում է հարձակում բոլորի վրա։ Համաձայնագիրը նախատեսում է նաեւ 3 պետությունների միջև պաշտպանական համագործակցության զարգացում բոլոր ասպեկտներում, ասվում է փաստաթղթում, որը ստացել է հավաքական պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագիր անվանումը եւ ուշադրություն ովքեր են ստորագրել մակարդակը։ Այն ստորագրել են Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալման ալ-Սաուդը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Պակիստանի վարչապետ Հերվես Շարիֆը։ Հիմա տեսեք, այս վերջերս խոսում էինք այն մասին, որ Թուրքիան չի կարող միջուկային զենք ունենալ, որովհետև մի առավելություն ունի ՆԱՏՕ-ի անդամա եւ բայց նաեւ դրանով վերահսկողության տակ է, չի կարող թաքուն ստեղծել։ Այդ մի բանով լավ է, որովհետև այդքան չեն վստահում Թուրքիան։ Ես չգիտեի, որ սենց երակում փաստաթուղթ է ալնելու։ Բայց նաև խոսում են, որ Սաուդյան Արաբիան դժգոհ է Ամերիկայից, ասես չհասկացանք, այս ինչ եղավ։ Մեզ հարվածում են, մենք չենք կարող պատասխան տալ։ Մենք պետք է այսքան հարուստ երկիր ենք, պետք է միջուկային զենք ունենանք։ Միջուկային համագործակցության փաստաթուղթ Ամերիկայից ստորագրեցին, հետո Իսրայելը խառնվեց իրար, հանկարծ չէ՞ որ դա հանգեցնի միջուկային զենք ունենալու Սաուդյան Արաբիային։ Էդ էլ հասկացանք, բա հիմա ինչ են անում։ Պակիստանը ունի միջուկային զենք, հետը փաստաթուղթ են ստորագրում եւ դրան փայ է մտնում Թուրքիան ու Սաուդյան Արաբիան։ Եվ մեկան էլ դե ընտրված է նրա համար, որ հոգեվոր կենտրոն է մուսուլմանների համար, այն էլ Սաուդյան Արաբիան էլ իր կարևորությունը դրա մեջ ներկայացնելով, որպես մեկան մեծինան գտնվում են Սաուդյան Արաբիայում, ինքն է սունի ուղղության երկիրը, նույնը Թուրքիան, նույնը Պակիստանը։ Այդ համագործակցությունը նաև այս թեմայով են անում, կենտրոնը հասկանալով, որ ընտրել են հենց մեկան Սաուդյան Արաբիան։ Ու չմոռանանք, շատերը կարող ասեն, դե լավ, ինչի այսքան կարևորվում Սաուդյան Արաբիան, եթե միջուկային զենքը ունի Պակիստանը, որովհետև Պակիստանի միջուկային զենք ստեղծելու ֆինանսավորումը արել է Սաուդյան Արաբիան, դրա մասին էլ էինք վերջերս խոսում, էլի չգիտեի, որ այս հարցը սենց ալներ։ Բացի դա այն լուրջ ջանքեր է գործադրել աշխարհում, որպեսզի Սաուդյան Արաբիայի վրա սանկցիաներ չլինեն։ Այ հիմա հասկացաք, եթե նույնիսկ իրանք չեն կարողանում միջուկային զենք ստեղծեն, իրանք համագործակցում են եւ ասում են, մեր մեոկու վրա հարձակվել է, նշանակում է հարձակվել բոլորի վրա։ Տեսեք ինչ համակարգ են ստեղծում, դժգոհ լինելով Ամերիկայի Միացյալ Նահանգների կարգ ու կանոնից։ Բա ասում ենք, ձեր գործով զբաղվեք, այ տեսեք ինչ եք անում։ Անկամ քո մոդիկ երկրներն են արդեն միավորվում, որովհետև ասում են այլևս չենք հավատում, որ դու կարողանաս տարածաշրջանում կարգ ու կանոն հաստատես։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդան Տինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։